Այսօր մեզ է այցելել ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զորաբյանը, բարև ձեզ։ Բարի երեկո։ Բերեք մի պարզ հարցով սկսենք։ Ինչու է ակտիվացել կամ ինչն է ակտիվացել ներքաղաքական մթնոլորտը։ Ներքաղաքական մթնոլորտը ակտիվացրել է շատ պարզ մի բանաձև։ Հայաստանը կանգնած է, ես չեմ սիրում պաթետիկ տեքստեր, ես չեմ սիրում գրական գեղարվեստական ինչ-որ այնց բոցաշունչ ելույթներ, տրագիկ, տրագիկ ձայնով տենց, եւ այլն, բայց շատ պարզ է, որ Հայաստանը այսօր կանգնած է գոյաբանական էկզիստենցիալ խնդրի առջև, եւ դա չտեսնել, եւ ձև անել, որ նման խնդիր չկա, եւ դնել ջայլամի տեղ, ասել, որ դե օքեյ է, հեսա աշխարհաքաղաքական տերերը Հայաստանից շուրջ իրանց բազարում կներեք այս գողական սլենգի համար իտոգը կտան, եւ մենք կշարունակենք սենց մեր կոմֆորտ զոնայում ապրել, դա այդպես չի, լրջագույն խնդիրների առջև է կանգնած երկիրը, քիչ առաջ մինչև այստեղ գալը նայում էի Միլի Մեջլիսի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկում էր, մարդիկ լրջագույն այլևս օրենսդրական նախաձեռնություն են դրել սեղանին, քննարկում են, որ Հայաստանում, որը իրանք համարում են արևմտյան Ադրբեջան, իրանք պիտի ունենան մշակութային ինքնավարության կարգավիճակ եւ այլևս քննարկում էին այդ ատրիբուտիկաները։ Մենք ինչ ենք անում, հեծանիվ ենք քշում, թիթեռ ենք նկարում, ազգային ժողովում մագնոլիայի ծառի վրա խխունջ ենք կպցնում։ Լավ, գյումրեցիները մի լավ խոսք ունեն։ Լավ ապուր է, եթե էփի։ Գիտեք, չէ՞ դա։ Հիմա այդ նկարագրած այդքան արագ եփող բան չի։ Հետո մենք միշտ էլ այդ էկզիստենտալ խնդիրների առջև կանգնած ենք եղել։ Նայած ամպլիտուդը երբ ինչպես է ցույց տվել, Հայաստանի համար ընդունում եմ, որ բարդ շրջան է, ինչպես աշխարհի շատ երկրների համար, հիմա պետք է մտածել այդ բարդությունից կամ դուրս գալու կամ այդ բարդությանը դիմագրավելու համար։ Գանք, դա ներսում է որոշվելու թե ոչ Հայաստանը։ Տեսեք, ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը Հայաստանը սարքել է տիրամիսյու եւ դրել է աշխարհաքաղաքական բազարի տորտ։ Իտալական թխվածք, այնց փափուկ, այնց ուտվող, փափուկ կտրվող թխվածք դրել է աշխարհաքաղաքական աճուրդի սեղանին տիրամիսյու։ Այո, Քիմքին այդպեսի բան չի հասել։ Հա, դե ես մի օր անպայման կսարքեմ եւ ձեզ կհյուրասիրեմ իմ ձեռքի սարքած տիրամիսյուն։ Եվ դրել է աշխարհաքաղաքական աճուրդի սեղանին եւ ես այստեղ ուզում եմ հիշացնել, մենք անդադ ինչ որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից կամ Արևմուտքից անդադ ինչ որ պահանջում ենք, որ իրանք մեր շահը սպասարկեն, այստեղ նորից պիտի հիշեմ այն Վանոյին, որ ասում էր մեռանք ռսին բացատրելով իր շահը։ Ոչ մեկին պետք չի բացատրել իր շահը, եթե դու քո երկրի շահը չես սպասարկում, չես պաշտպանում, եթե բանակցություններում քո երկրի օրակարգը չի, այլ դու շարունակում ես բավարարել Ադրբեջանի կամ Թուրքիայի օրակարգը, բնական է, որ որևէ ռազմավարական դաշնակից քո օրակարգի համար կռիվ չի տալու։ Եվ այսօր նեղանալ, որ Հռոմի Պապը Մեհրիբան Ալիևային շքանշանով պատկևատրվեց կամ Ռուսիո Կիրիլ Պատրիարքը իշխանուհի Օլգայի շքանշանով պատկևատրվեց։ Բնականաբար, ունեցի այնքան պետության արժանապատվություն, որ կարողանաս քո շահերը սպասարկես։ Այնպես որ շատ կարևոր է աշխարհաքաղաքական մեսիջները, բայց եկեք հասկանանք, որ այսինքն մենք դրսի հետ ճիշտ չենք աշխատում։ Միանշանակ ոչ, միանշանակ։ Գանք նորից ներս, ինձ ներսը ավելի է հետաքրքրում, ինձ թվում է նաև ձեզ։ Իհարկե։ Դուք ունեք որևէ համակրանք քաղաքական որևէ ուժի նկատմամբ։ Ես որևէ ում օգտին կարելի է այսօր խոսել։ Գիտեք, հարցադրումը ինքնին սխալ է, որովհետև ասեմ ինչի, որովհետև այսօր սիմպաթիաների եւ անտիպաթիաների ժամանակը չի։ Եթե ես առաջնորդվեմ իմ սիմպաթիաներով, ապա կարող է իմ քաղաքական համակրանքը լինի այսօր այնպիսի ուժի հանդեպ, որը ունակ չէ դիմակայելու այս ռեժիմին։ Մենք պիտի հասկանանք, որ ունենք ռեժիմ, օկուպանտ, կոլաբորանտ ռեժիմ, որը զավթել է Հայաստանը եւ ուստի այն քաղաքական ուժը, իսկ դա կարող է լինել իմ ամենաչսիրելի, իմ ամենաչհամակրելի, ինձ համար ամենաընդունելի քաղաքական ուժը, հա, որ կարող է այս ռեժիմին հեռացնելու օրակարգը առանց բանտիկների, առանց ֆանարիկների, առանց սիթի տուրերի, առանց այսօր գնացեք տուն վաղը եկեքի, դնել ճանապարհային քարտեզ, դնել ծրագիր, դնել օրակարգ, եւ օրակարգի առաջի կետը կլինի ոչ թե իշխանության գալը, այլ իշխանությանը հեռացնելը, ես այդ քաղաքական ուժի նույնիսկ ինձ համար ամենաընդունելի մահապարտ զինվորն եմ լինելու։ Լավ։
Ասեք, Գյումրիում երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքական թիմերը համագործակցել են թե ոչ։ Վերջու ֆինալային ակորդում իհարկե համագործակցել են, ակնհայտ է, որովհետև մենք տեսանք, որ հնարավոր եղավ Վարդան Ղուկասյանը, որ ստանձնի Գյումրու քաղաքապետի պաշտոն։ Իհարկե ես հիմա տեսնում եմ, որ ԿՊ-ն զբաղված է, հասկանալի է, չէ, որ ես Նիկոլ Փաշինյանին լավ գիտեմ։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ շատ երկար տարիներ աշխատած, շատ երկար տարիներ առավոտից երեկո ըստ էության նույն միջավայրում, նույն ատմոսֆերայում ապրած մարդ եմ, հասկանալի է, որ Հեյգիդի հայկական ժամանակ։ Այո, Հեյգիդի հայկական ժամանակ, հասկանալի է, որ Գյումրին ինքը չի մարսելու։ Գյումրին ինքը չի մարսելու, որտեղ Գյումրին բազմաթիվ առումներով եւ սիմվոլիկայի առումով, որ պետության քանդելու քայլեր Չալոյի հետ, ընտրությունները ավարտվել են այսպիսի արդյունքով։ Դե հիմա միևնույն է, մենք հիմա տեսնում ենք, կամ ավելի շուտ ընդդիմությունը կարողացավ արդյունք ստանալ։ Հասկանալի է, բայց տեսանք, չէ, երեք փորձեցին Մարտուն Գրիգորյանի դաշինքից կներեք կոպիտ ձևակերպման համար մարդ գողանալեց, փլում դա կասեցվեց, բայց կարող եք իմ խոսքը գողանային միջև քվեարկությունը կգողանային։ Չէ, դա շատ կարևոր է, որ ինքը ցույց տա այն միֆը, որ ինքը չի խառնվել եւ Գյումրիում տեղի է ունեցել ընտրություն, որի արդյունքում իշխող քաղաքական ուժը չի հաղթել, բայց միջև ընտրություն կարող եք գրել, միջև ընտրություն մի հատ էլ հանդիպենք այստեղ։ Ինքը ամեն ինչ անելու է Գյումրիում քաղաքական բալանսը փոխելու համար։ Լավ, այդ դեպքում հաշվի առնելով ձեր քաղաքական կենսափորձը, ինչ եղավ երկրորդ եւ երրորդ նախագահների միջև խորքային հակասություն։ Ես գաղափար չունեմ, որ անկեղծ ասեմ, եւ ես չեմ ուզում, որ մենք մեր ընդհանրապես օրակարգը տանենք այդ ուղղությամբ, որովհետեւ դա ուղղակիորեն նպաստում է իշխանությանը։ Բայց նրանք են ակտիվ հիմա։ Այո, ես եթե իմ ուրիշ ավելի ակտիվ քաղաքական ոչ չկա, լավ է թե վատ է, մենք պիտի հասկանանք, որ խորհրդարանական ընդդիմությունն է այսօր որոշակի մանդատ եւ ռեսուրս ունի, հիմա դա լավ է շատերի համար, դա վատ է, բայց դա իրականությունն է, դա փաստն է եւ ամեն ինչ պիտի անել ոչ թե այդ հակասության վրա, հա, յուղ լցնելու, ինչպես անում են շատերը, այլ պիտի փորձել այդ հակասությունը հաղթահարել, որովհետեւ դրանից օգտվում է միայն Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը այսօր կրկնում եմ, չի սպասարկում հայկական օրակարգ։ Դա միանշանակ է եւ դա աներկբա է։ Խորհրդարանում այնինչ մենք տեսնում ենք, դիտում ենք, լսում ենք, վերջն արդյունքում իշխանության թևն է առավելություն ստանում այդ ճակերտավոր բախումներում, թե ընդդիմությունը։ Իհարկե իշխանության, մենք պիտի լինենք անկեղծ եւ խոստովանենք։ Ընդդիմությունը թույլ է, ի՞նչն է պատճառը։ Այստեղ թույլի եւ ուժերի կռվանն է։ Միանշանակ, եթե դու իշխանություն ես, վերցնենք հասարակ կառավարության հարց ու պատասխանը, հա։ Հայաստան դաշինքը գնում է, որտեղ Էմիս դաշինքը բոյկոտել է հարց ու պատասխանը չի գնում։ Շատ լեգիտիմ հարցեր են բարձրացնում Նիկոլ Փաշինյանի առաջ, բայց ես ասել եմ Նիկոլ Փաշինյանը Նոբելյան մրցանակի հավակնորդ մանիպուլատոր է։ Գնալ Նիկոլ Փաշինյանին թվացյալ կամ իրապես հարցեր տալ, հա, ինչ անում Նիկոլ Փաշինյանը, լսում է քո հարցը, Նիկոլ Փաշինյանը հարցը տրանսֆորմացնում է իր մշտական լոլոներին, իր մշտական ռշտաներին, թալանը եւ սկսում է այդպես ոչնչացնել հարց տվողին։ Հիմա ես դες մի հատ թիվ եմ բերում։ Դե թալանը խաղակարդ է, ոչ չօգտագործել։ Հիմա ես դες բացում եմ Նիկոլ Փաշինյանի թալանը։ Դուք լինեի չեք օգտվել այդ։ Հիմա ես բացում եմ մեր ունկնդիրների համար, հերոստատիտողների համար Նիկոլ Փաշինյանի թալան օպերացիայի հերձում եմ, չլինելով պատանատոմ հերձում եմ 7 տարվա մեջ պետական բյուջե Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել ընդհանրապես այս թալան միլիարդներ գրեք, բռնվեք կամ գրեք ընդհանրապես 9 անշարժ գույք, որի մեջ 0.5 հեկտար։ Բա այս որ ամեն օր հրապարակվում է։ Ես ասում եմ, այդ հիմա կանդրադառնում եմ դրան։ 7 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանի թալան օպերացիան, որ հերձեմ, 9 անշարժ գույք, 2 մեքենա, որից մեկը 2010 թվականի, չգիտեմ, ակումուլյատորա հանած Range Rover եւ 1.8 միլիոն դոլար։ Սա է եղել ամբողջ Նիկոլ Փաշինյանի 7 տարվա թալանի իբր վերադարձը Հայաստանի Հանրապետության, բայց մի բան էլ ավելացնեմ այն դեպքում, թիվը հիշեք,
1.8 միլիոն դոլար ընդամենը, այն դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 6 միլիոն դոլար տրվել է Snoop Dogg-ին իր չեղարկված համերգի համար եւ այդ գումարը չի վերադարձվել պետության բյուջե։ Հիմա ո՞րն է թալանը իրական։ Լավ, դե ասեք, չի հաջողվում, չեն կարողանում, կա, չէ, վերադարձնելու, կա գողում, չէ։ Եթե կա, ես ենթադրում եմ, որ կա։ Չէ, ես գիտեք ինչ հիմա 90-ականների արմատներից գալիս եք։ Դե ավելի շուտ 90-ի վերջից, 2000-ի սկզբից, իհարկե ես ենթադրում եմ, որ կա։ Դե թող վերադարձնի, այսինքն ասելով չի, չէ։ Հիմա ես այսօր առավոտյան էլ նայում էի հետազոտական, հետաքննական լրատվականը, բա մի հատ տեսեք իրանց թալանը, բա մի հատ նայեք, դե մի հատ ինձ բացատրեք այդ ֆոկուսը, հիշում եք Նիկոլ Փաշինյան ազգային ժողովում ասում էր, այդ պամիդոր աճացնելու ֆոկուսը ինձ բացատրեք, ես էլ աճացնեմ։ Հիմա ասում եմ Նիկոլ Փաշինյան, մի հատ ինձ բացատրի քո առաջի ռանգի թիմակիցների ֆոկուսը ում հայտարարագրերում միջև 2018 թվականը 1000 դրամը կակա էր հաշվում եւ հիմա իրանց ասաբնյակները այդ ֆոկուսը բացատրեն այո դղյակներ ասաբնյակներ այդ մարդիկ ասում են վարկ ենք վերցրել բա միջև 2018 թվականը այդ վարկերը ինչի չէիք վերցնում կամ այդ որ բանկն է անտոկոս 1 միլիոն դոլարի վարկ տալի։ Այդ բանկի տեղը ասեք, մի հատ ասեք այդ բանկի տեղը, ոնց որ դու այն պամիդորի ու բադրջանն էիր մանգալի։ Ես էլ գնամ այդ բանկը, այդ մի միլիոն անտոկոս վարկը ստանամ։ Արգելինա, ՀԿ-ն ասում է, եթե առաջադրվի Ռոբերտ Քոչյանը, կպաշտպանեն նրա տեխնացությունը։ Հիմա այս հայտարարությունից հետո երկրորդի թիմից արձագանք չկա։ Այստեղ է ճշտվելու ֆավորիտը, ով է մասնակցելու ընտրություն։ Մի քիչ ավելի թե ուրիշ խաղ է սա, խնդրում եմ։ Ես քանի որ բացարձակապես տեղյակ չեմ իրանց ոչ այն թիմի խոհանոցին եմ տեղյակ ոչ մյուսի, ես պարզապես գլոբալ կանդրադառնամ իմպիչմենտի խնդրին, ինձ համար բացարձակ հասկանալի չի։ Մոտենում ենք իմպիչմենտին, ավելին, նամակներ են եկել ազգային ժողովի, ով պետք է նախաձեռնի։ Շատ տարակուսելի է Հայաստան դաշինքի պահվածքը սենց կատեգորիկ մերժելու իմպիչմենտը։ Եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ իրանց երկարաշունչ հայտարարության մեջ Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը իրենց հանդեպ դավադրություն են ուզում կազմակերպեն, ես չգիտեմ ինչ, այդ դեպքում ի՞նչն է խանգարում իրանց տալ այդ 28 ստորագրությունը եւ ասել, որ մենք մեր մասնակցությունը խորհրդարանական երկրի կարևորագույն երևի չի բավարարում դրա համար։ Բայց մի րոպե, ինչ գիտեն, եթե դուք ինձ 2018 թվականի մայիսի 2-ին հարցնեիք, հնարավոր մայիսի 1-ին հիշում եք, խորհրդարանում քվեարկվեց եւ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ։ Եթե մայիսի 1-ի երեկոյան, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, մինչև մայիսի 8-ը դուք ինձ հարցնեիք, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ փուլով մայիսի 8-ին, 18-ի ազգային ժողովում ընտրվի վարչապետ, ես կասեի անհնար է, հնարավոր չի, բայց այդ 7 օրվա ընթացքում այնպիսի պրեսինգ եղավ։ Ում կողմից։ Դրսից, ժողովրդի կողմից, այնպիսի պրեսինգ եղավ, որ ես էլ եւ առաջի եւ երկրորդ անգամ գնացի եւ քվեարկեցի այդ թվում 10 քանի պատգամավոր հանրապետականից։ Ուստի այդ այսպես ասած հակափաստարկները Հիմա ակնարկը նույնը անելու մասին է։ Իհարկե, միանշանակ, այսինքն դուք ինչ գիտեք, ինչ վարքագիծ կդրսևորի ժողովուրդը, դուք ինչ գիտեք, ինչ վարքագիծ կդրսևորեն Նիկոլ Փաշինյանի կողմից պատանդարության մեջ գտնվող քվեականներ։ Ինչու է ծնվել իմպիչմենտի գաղափարը հիմա։ Որովհետև հնարավորություն է բացվել այդպես։ Միանշանակ ես կարծում եմ, որ այո, նախ սա վերջի հնարավորությունն է, որտեղ օգոստոսի 2-ից հետո այլևս կառավարությանը վերջի 1 տարում կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթաց սահմանադրորեն այլևս հնարավոր չէ։ Այս խորհրդարանը, այս ընդդիմությունը երկուսը միասին երկու ընդդիմադիր խմբակցությունները խորհրդարան են եկել մեկ օրակարգով հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ես չեմ լսել իրանց հայտարարությունների մեջ 21 թվականի քարոզարշավի, որ իրանք խորհրդարան են գալիս գիտության եւ կրթության մասին օրենքում ստորակետը
ինչպես են օրը շատ էսպես քրտնաջան քննարկում էր ընդդիմադիր падգամավորներից մեկը, ասում էր, այ որ ստորակետը բերեք բարդ համադասական նախադասության 4-րդ նախադասությունից հետո օքեյ կլինի, չէ մադամ, օքեյ չի լինի, որտեղ ձեզ ես իմ մանդատը վայր եմ դրել, որովհետև վստահ եմ եղել, որ դուք ավելի վճռական ընդդիմություն կլինեք Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հեռացնելու համար։ Ես իմ մանդատը վայր չեմ դրել, որ դուք գնաք քննարկեք սնդիկի մասին օրենքը։ Էլի մի առանցքային միտք կա, էլի, որ պետք է դա հասկանալ։ Լավ, եթե ֆավորիտները երկրորդի եւ երրորդի միջև են որոշվելու, հա? Ով էլ լինի երկրորդը թե երրորդը, եթե այդպիսի համաձայնություն կա, հնարավոր է ընտրություններում հաղթել գործող իշխանությանը։ Իհարկե հնարավոր։ Ընտրություններով, ինչով եք պատկերացնում։ Ես պատկերացնում եմ ոչ, բացարձակ impeachment-ը ենթադրում է, որ մինչև 26 թվական, այո, անվստահության գործընթաց պիտի սկսվի։ Բա Նիկոլ Փաշինյանը ինչպես դարձավ վարչապետ։ Դարձավ ըստ էության Սերժ Սարգսյանին դրսից եւ ներսից հրաժարական պարտադրելով եւ ազգային ժողովով ինքը բռնի ուժով հայտարարելով, որ ես կամ կլինեմ վարչապետ, հիշեք նրա պատմական հայտարարությունը, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, մեզ պարտադրելով պրեսինգի տակ ընտրվեց վարչապետ։ Դե լավ, այդպիսի համաժողովրդական աջակցություն ունեցողը չէր անի այդ քայլը։ Հիմա եք ասում։ Չէ, այն ժամանակ։ Ինչ կա զարմանալու։ Ես բացարձակ չեմ զարմանում։ Ես բացարձակ ես ասում եմ հիմա, երբ որ մենք տեսնում ենք նույն սոցիոլոգիական հարցումները, 2 օր առաջ հրապարակվեց նույն գելափը։ Այսինքն պետք է այդպիսի համաժողովրդական ձևավորել։ Բա ինչու՞ չի հաջողում ձևավորել։ Ես չգիտեմ, բայց այդ թվարկեմ սրբազան պայքար, չգիտեմ ինչ պայքար։ Հայրենիքի փրկության շարժում, դիմադրության շարժում, բայց ես ուր են այդ շարժումները։ Ես հիմա ինչի եմ ասում, որ հիմա բարենպաստ միջանցք կա, որովհետև նույնիսկ պատերազմից հետո երբևէ հասարակության մեջ նիկոլիզմի, նիկոլական ռեժիմի հանդեպ ատելությունը, դժգոհությունը այսքան գեներացված չի եղել, ինչքան հիմա։ Նաև մենք պիտի հաշվարկենք աշխարհաքաղաքական գործոնները։ Ինչպես պետք է ստուգել ձեր ասածը, այդ գեներացված ատելությունը ինչ տոկոս է կազմում։ Ես ավելի քան վստահ եմ։ Impeachment-ով թե ընտրությամբ։ Միանշանակ, եթե հասանք ընտրության, եթե հասանք հերթական ընտրության, ես կարող եմ այստեղ գրել, ստորագրել, գիտեք, սա Եվրոպաներում այդքան աշխատած Նաիրա Զորաբյանը ընտրությունից բացի ուրիշ բան է պատկերացնում։ Միանշանակ Նիկոլ Փաշինյանը ինչ արեց 18 թվականին։ Ինչ արեց։ Բայց մենք պիտի մնանք այդ հորի մեջ։ Բացարձակ սա հոր չի։ Մի հատ նայեք ամբողջ ժողովրդավարական երկրներում, նայեք Գերմանիայում, նայեք մյուս տեղերում, միջև ընտրությունները, նայեք Ֆրանսիայում, քանի անգամ է կառավարությունը հրաժարական տալիս։ Ավելին, դա շատ ավելի ժողովրդավարական գործիք է։ Բայց կառավարություն ձևավորվում է հետո ընտրությամբ, չէ՞։ Դե բնականաբար իմ ասածը թողեք միտքս ավարտեմ, ես ասեմ ինչա լինելու։ Ուրեմն ժողովրդավարական արևմուտքում ավելի շատ կիրառվում է անվստահության impeachment-ի գործիքը, քան որևէ կառավարություն ԵՄ երկրում հասնում է հերթական իր ընտրության ժամկետին։ Այո, ուրեմն խորհրդարանը հայտնում է անվստահություն, ժողովրդի ճնշմամբ հայտնում է անվստահություն, որից հետո այդ նոր ձևավորված կառավարությունը նախապատրաստում է արտահերթ ընտրություն։ Սա է սցենարը։ Շատ բարի։ Արտահերթ ընտրություն։ Իսկ եթե հերթական ընտրություն, ոչինչ չի փոխվելու։ Ուրեմն գիտեք, հերթական ընտրությամբ նույնը չի կարելի անել։ Ոչ, չի կարելի, ինչի համար չի կարելի, որովհետև այն պահին, որ Նիկոլ Փաշինյանը ինքն է կներեք լինելու գլխավոր դիրիժորը, ինքն է անցկացնելու ընտրությունը, կեղծելու մի րոպե անգամ չկասկածեք, կեղծելու մի րոպե անգամ Գյումրիում ընտրություն կեղծվել։ Իհարկե, ուրեմն Գյումրիում խայտարակ վարչական ռեսուրս է օգտագործվել։ Չէ։ Գյումրիում խայտարակ։ Դուք գիտեք կեղծելը իմ պատկերացման մեջ։ Չէ, մի րոպե, եթե դուք մտածում եք, որ 90 այստեղից վերցնում դնում ենք։ Չէ, դե պարզակ քվյատուկ գողանալ չի, բայց հիմա գիտեք, այնքան մոդիֆիկացված կեղծարարություն կա, բերել օրինակ Ախել Քյալաքից գրանցել Գյումրիի բազմաթիվ։ Այո, դե հիմա իսկ մենք ինչ գիտենք, թե հիմա տեղեկատվություն է ստացվում, որ
որ հաշվառվում է հանձնարարված անձնագրայիններին, հանձնարարված համայնքներին, Երևանի եւ մարզերի տրամադրել են տների հասցեները, որտեղ տարիներով մարդ չի բնակվում։ Ինչի համար է դա արվում։ Դա արվում է, որ պատեհ պահի տեղից բերեն, հա, տարբեր մարդկանց գրանցեն։ Այսինքն, գիտեք, սա այսինքն ընտրատեղամաս մարդ պիտի բերվի ամեն դեպքում, հնարավոր չէ։ Հա, լավ։ Բերվելու է։ Եվ սա սովորական, եթե մենք լինեինք, եթե Նիկոլ Փաշինյանի համար սա լիներ ընդամենը սովորական ընտրություն, ես ավելի քան վստահ եմ, որ ինքը կմտածեր, հիմա կասեմ, ավելի քան վստահ եմ, որ ինքը կմտածեր, դե կպարտվեմ, կգնամ խորհրդարանում կաշխատեմ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը, բայց Նիկոլ Փաշինյանը, ես մշտապես ասել եմ, բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Նիկոլը իդիոտ է, Նիկոլը անխելք է, Նիկոլը տգետ է, ասում եմ, այդպես չի, Նիկոլի նման քաղաքական կենթանի, ես սա տերմին է, միջազգային տերմին է, ինքը կատարյալ քաղաքական կենթանի է, հա, մեր քաղաքական դաշտում այդպիսի կատարյալ քաղաքական կենթանի շատ քիչ ա եղել Վահան Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանը, երևի ես, մի քանի հոգի, այո, դա տերմին է, եւ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ընտրություններում իշխանություն հանձնելուց հետո ինքը իր ընտանիքը, կինը նկատի ունեմ, ոչ երեխաները, իր քաղաքական թիմը կանգնելու է հայկական Նյուրնբերգի առջև, որտեղ այն ինչ որ ինքն է արել եւ խոստովանել, օրինակ ազգային ժողովում ասելով, որ ինչ որ մի պահի անկեղծանալով եւ ասելով, որ հիմա անկեղծորեն հետահայաց հետ եմ նայում, միգուցե ազնիվ կլիներ գալ այստեղ կանգնել եւ ասել տարածքները պիտի տանք, վերջնարդյունքը կլիներ նույնը, բայց առանց զոհերի մարդը խոստովանել է, որ զոհերի մեղավորը ես եմ, որ չեմ եկել եւ չեմ կանգնել եւ հիմա ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց հազարամյակների պատմության մեջ առաջի անգամ Արցախը հայաթափվել է։ Եվ նա կանգնելու է խնդրում եմ կարճ ասել Նյուրնբերգի առջև։ Ռուսաստանը միջամտելու հնարավորություն ունի, կա այդպիսի դիսկուրս նաև Հայաստանում։ Տեսեք, ես զարմանում եմ այն քաղաքական ուժերի վրա, ովքեր մեկ էլ տենում ես ինչ որ sense իրանց Telegram ալիքներում գրում են Պուտինի Վարշավիրի Բադրջան կլպողը զանգեց, ասեց, հեսա պատրաստվեք, հեսա եւ այլն, նույն Ռուսաստանը 18 թվականին հաշվի նստեց փողոցի հետ, վերջի պահին իրա կնոպկան սխմեց, իրա ենթակայության տակ աշխատող ողջ ժողովրդին հանեց փողոց եւ Հայաստանում։ Հայաստանում, այո։ Հիմա չկա այդ ենթակայություն ժողովուրդը։ Հիմա կա, բայց Ռուսաստանը հաշվի է նստելու այն քաղաքական ուժի հետ, վաղը եթե փողոցում թելադրող եղավ ընդդիմությունը, Ռուսաստանը հաշվի է նստելու, այդ թվում արևմուտքը հաշվի է նստելու ռեալ իշխանության հետ, որը փողոցում է, այնպես որ եկեք շատ չգերագնահատենք աշխարհաքաղաքական կենտրոնների դավադրությունը, ցանկացած կենտրոն տեսնելով փողոցի էսկալացիան, տեսնելով փողոցում ձևավորված պոտենցիալ իշխանությունը, անմիջապես փորձելու է կամուրջներ ստեղծել ռեալ իրականության հետ։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Այսքանը Նաիրա Զորաբյան, հայկական ժամանակի Նաիրա Զորաբյան, հետո որտեղ Նիկոլ Փաշինյանը գլխավոր խմբագիրն էր։ Այո, Նաիրա Զորաբյանն էր քաղաքական մեկնաբաներ, հիմա դա երեսով է ստալու։ Չէ, ես հիշում եմ Երանելի ժամանակները։ Ես էլ ձեր ընթերցողն եմ, ինչու՞։ Եվ ոչ միայն։ Շնորհակալություն, որ եկար։ Նաիրա Զորաբյան, ազգային ժողովի նախկին պատգամավոր։